Ձեր ներկաներ Ամանորը իր մեջ մեծ խորհուրդ ունի, ոչ միայն մենք հավաքում ենք մեկս մեկի բարեմաղթանքի խոսքեր հեղելու շնորհավորելու, այլ նաև յուրահատուկ հաշվետվություններ, արածի չարածի, նաև ակնկալիքներ, երազանքներ, որոնք մենք պետք է փոխանցենք հաջորդ տարի։ Մեծագով բարոմարզներ, մենք ողջ Սյունյակ ժողովրդի ձեր գլխավորությամբ մաղթում ենք լավ արգասաբեր տարի, 2015 արգասված մեր ժողովրդի համար եղել է լավ և վստահ ենք, որ ձեր ղեկավարությամբ մեր մարս 2016 թվականին էլ ավելի գործնական հաջողություններ ունենա, ձեզ անձնական առողջություն եք մաղթում, երջանկություն, ձեր փոքր և մեծ ընտանիքներով հանդերձ, բարոմարզներ, մենք բոլորս ձեզ շնորհավորում ենք։ Եղեք առողջ, դա է մեզ պետք, որպեսզի կարողանանք Սյունիքը էլ ավելի առաջ տանել։ Հազարում երկում գովացար եմ տեսել, բայց միշտ էր կարոտը քաշել Սյունյակ ծառը։ Հազարում երկում գովացար եմ տեսել, բայց միշտ էր կարոտը քաշել Սյունյակ ծառը։ Ասես մեծ վարպետ նահաշի ձեռքն է հասել, ծաղիկները գույն-գույն նախշել Սյունյակ ծառը, ինձ որ սրտով ձեր գիրնարեք Սյունյակ ծառը, յայլաներից ու խսահող երամ դարած, իմ նասելի երամի մեջ երազ դարած, յայլաներից ու խսահող երամ դարած, իմ նասելի երամի մեջ երազ կտացերոտ մուջուրը, սուրպոր նման նորոր կասիսով զեփյուրը, մարդում քաջի ուշ կտացերոտ մուջուրը, սուրպոր նման նորոր կասիսով զեփյուրը, աշխարհով մեկ տարածվել է ձեր անունը, ձեզ հազար անխաղ եմ կանչել Սյունյակ ծառը, ինձ որ սրտով ձեր գիրնարեք Սյունյակ ծառը։ Անցնող տարվա և ցավիկ տարվա եզրակացին ենք, ամփոփելով անցած տարին ինչ ենք արել, ինչ բացթողումներ ունենք և փորձում ենք, որ արածները ասկերից որպես դրական կատարած աշխատանք ընդունել ճարասների համար մտածել, որ եկող տարվա ընթացքում կարողանանք ճարասները նորից իրականություն դարձնել։ Ես ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորին, քանի նոր տարվա համար, բոլոր քաջարանցիներին, քաղաքապետի գլխավորությամբ, կոորդինատիվ շնորհելությանը, մեր սպասարկման ոլորտներ, բոլորի առանձին կանդրադառնանք, ուզում շնորհավորել, բարով տեսանք և շնորհավորելով ձեզ բոլորի, ձեր օջախների երջանկություն, արևշատություն, խաղաղություն մաղթելով, ուզում նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ դեկտեմբերի 6-ին այդ կարևորագույն մեր երկրի համար, մեզանից յուրաքանչյուրիս ապագայի համար կարևորագույն փաստաթղթին այո ասելու համար շնորհակալ, իսկապես շնորհակալ։ Ողջ է տարագի, ունեմ հագրված, ունեմ օթևը, ազատ հայրենի, երջանիկ եկիր, երջանիկ եկիր,
Տարեվերջան այս հաշվետու հանդիպմանը, այսպես ասած, տոնական հանդիպմանը հրավիրվել են համայնքի բոլոր կառույցներից ներկայացուցիչներ։ Մեզ հետ են այսօր հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտի զոհված ազատամարտիկների ընտանիքի սիրելի ներկայացուցիչները, մեր մարտական ընկերները, կրթական, նախակրթական, առողջապահական, մշակութային, սպորտային բոլոր հաստատությունների ներկայացուցիչներ, բանկային համակարգի ղեկավար աշխատակիցներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ղեկավար աշխատակիցներ, այստեղ նաև ներկա են մեր Հայոց ազգային բանակի հրամանատարական կազմը զինվորների միասին։ Եվ մենք ունենք մի փոքր հարաբերություն պարգևատրման, դրանից հետո մենք նաև կանդրադառնանք հաջորդ մեր կենացներին։ Պաշտպանության նախարարության թերորամասի հրամանատար գնդապետ Կարեն Սեդրակյանին հայրենիքի պաշտպանության գործում անձնվեց ծառայության և նվիրումի համար։ Հայրենիքի պաշտպանության գործում անձնվեց ծառայություն և Երրորդ գումարտակի սերժանտ Արման Բագրատյանին Երրորդ գումարտակի սերժանտ Արգիշտի Սարդարյանին Կրծեր սերժանտ Զորիկ Թումանյանին Շարքայի Մանուկ Վարդանյանին Շարքայի Գրիգոր Պողոսյանին Ոստիկանության սերժանտ Սարգիս Ադամյանին, Ոստիկանության լեյտենանտ Արթուր Թումանյանին, Հաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Աշոտ Վարդանյանին, ուսման հետ բարձր առաջադիմության և առարկայական մրցույթներում ակտիվ մասնակցության համար Թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանի բարձր առաջադիմության և մրցույթներում ակտիվ մասնակցելու համար Թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիա Ավերյանին Ամենի մարզային օլիմպիադայում 3-րդ տեղ գնալու համար Թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նինա Աբրահամյանի դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի տարածքային փուլում լավագույն արդյունք ցուցաբերելու համար Հաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Շաքե Հովհաննիսյանի կրթության ոլորտում ունեցած ներդրումի և նվիրումի համար Հաջարանի բժշկական կենտրոն ՓԲ փոխտնօրեն Վիրապ Մանասյանի առողջապահական ոլորտում ունեցած ավանդի և բարեփոխ աշխատանքի համար
յուրաքանչյուր տարեվերջին ձեր զավակների, ձեր ամուսինների փոխարեն մենք տալիս ենք մեր ամանորի նվերները ձեզ, դուք ընդունեք դա մարտական բոլոր ընկերների անունից և ձերքից, մեր տղաների թորների, որովհետև արդեն մեր ազատամարտիկները արդեն թորներ ունեն, շատերը ծորներ ունեն, թող Աստված նրանց ոգիները լուսավորի, երկար կյանք ձեզ և նվերները բոլոր մարտական ընկերների կողմից, նաև Պարոն Մարզպետի որպես Սյունիքի մարզի երկրապահ կամավորականների միության նախագահ պարոն Մարզպետ, մեր բոլոր երկրապահների անունից մենք մեր նվերները հասնում ենք ձեզ սիրելի հարազատներ։ Սրտան շնորհավորում ենք ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում հաջողություն, հարատև երջանկություն։ Սիրելի բարեկամներ, թող գալիք 2016 թվականը լինի արարողների առատության տարի բոլորիս համար։ Աստված բոլորիս պահապան։ Սիրելի բարեկամներ, ես խնդրում եմ բաժակ բարձրացնենք և խմենք բոլոր զոհված ազատամարտիկների գերազը։ Այն տղաների, ում արյան գնով մենք կարողացանք աշխարհի
ցույց տան հայերի ուժը։ Սիրելի հարազատներ, մեր արտական ընկերների սիրելի ծնողներ, կանայք, մայրեր, մենք միացնում ենք բոլոր այն տղաների համար, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել նման հայրենիքի եւ խմում ենք նրանց կենտրոնի գնացը։ Դրանք միշտ եւ ուզում ենք ձեզ սիրելի տարիքի ներկայացնել, շնորհավորում ենք ձեր ամանորը, Սուրբ Ծնունդը, Աստված ձեզ բոլորին պահապան թող լինի, դուք այսօր հպարտ պետք է լինեք, որովհետև ձեր ամենաթանկը տվել եք հայրենիքին։ Ձեր կենացը, շնորհավոր ձեր նոր տարի եւ Սուրբ Ծնունդը։ Շատ զոր է, երկիր եք տվել, բայց արդյունք չեք տվեցի, բայց այս պատերազմը, այդ մեր այդ հերոս զորերի մեծ հաջողություն է, և տարածք գրավեցինք, և ազատագրեցինք, և պետականություն ստեղծեցինք, որ դարեր շարունակ մեր ապահովել են երազանող պետականություն։ Այդ ամենաթեժ պահի պատերազմի բանակ տեսեցինք, որով այսօր հպարտանում եք։ Եվ այդ բոլորը ձեր որդիները շուր են, մեծ առույցի բան չդիրացնեք, և պետք է միշտ հպարտում եք։ Եվ նոր տարի շնորհավոր։ Հայրենիքից, ոչինչ ասում պատիվս ինձ, զենքը որ դուս իսերս մայրենիքը դա, համար հայաց բարի շփի, վեճի խոսքեր պատիվում են, միգրակա հասիսիտ ես, դուք միշտ ոտում, հայաց մեր հայրենիքի պաշտպանների համար։ Մենք այսօր ունենք մարդունակ հզոր բանակ, որով շատ հպարտանում ենք։ Եվ միակ մեր ուժը, մեր կայացած կառույցը այսօր Հայաստան, նորանկախ Հայաստան պետության մեջ միակ կայացած կառույցը մեր բանակն է։ Այսօր նստած ենք խաղաղ, մենք մեկ ետ ենք անում, կարծում եմ վաղը լույսը եթե շարունակ մենք խաղաղ մեր ընտանիքներում մեր ուրախություն ենք անցկացնելու, նոր տարի եք նշելու, մեկս մեկս բարեվախտելով հաջողություն, բայց այդ սահմանների ամրությունը, մեր անվտանգությունը պաշտպանող մեր հայոց բանակն է, մեր սահմանապահ զորքերն են։ Ես ուզում եմ բաժակ ասացնել եւ շնորհավոր եմ 2016 թվականը մեր բանակի զինվորների, սպաների, հրամանատարների այսօր շուրջ աշխարհը դառնով է անվտանգ եւ ապահովված եւ հաջող գործեր ունենք երկու բանակային կորպուս, չորրորդ եւ առաջին բանակային կորպուսները տեղակայված են Սյունիքում։ Ես ուզում եմ մենք բաժան բարձրացնել եւ շնորհավորել մեր պաշտպանության նախարարին, ողջ ազգակազմին եւ մեր երանգույն գլխավոր հրամանատարին շնորհավորել
ասենք որ ապարտ եք որում եք այդպիսի գերագույն գլխավոր հրամանատար, որ այսօր աշխարհի գերհզոր պետությունների հետ ներկայանում ենք հավասար եւ լսել եւ բանակցություններ կրել։ Շնորհավորում ենք ձեզ։ Ձեր սպաներ, մենք ձեզանով հպարտ ենք, ուրախ ենք, Աստված ձեզ ամուր առողջություն տա, բարիք եւ ամփոփած ծառայություն։ Ձեր զինվորներ, շնորհավորում ենք ձեզ եւ շնորհավորում ենք ըմբարկիչներ, որ փոխարինացան։ Ձեզ բարի ծառայություն, ձեզ ամուր առողջություն, երկրին ծառայելը դա պատիվ է։ Հայը միշտ ծառայել է սովետական բանակում, ցարական բանակում, իցե պաշտական բանակում, բայց այսօր հայը ծառայել է իր հայրենիքում, պաշտպանում է իր ժողովրդի, իր ընտանիքի։ Ապրեք դուք, ձեզ ամենալավ հաջողություններ եք մաղթում։ Բանակ
Ղազարյանի անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում նրա համար, որ դուք կանգնած եք բանակի կողքին։ Վերջի մանավանդ 2 տարվա ընթացքում մեր մեղու տարածաշրջանում մեր հենակետերի տեղադրման գործընթացը միայն դա է։ Եվ մի որը մեր սպան 3700 մետր բարձրության վրա մեջքով ցեմենտը ավազը կրելով բարձրացնում եւ մեզ բոլորիս համար հայ ժողովրդի համար նոր հենակետ է դնում, որպեսզի մենք կարողանանք կապան եւ հանգիստ մեր կյանքը վայելեն եւ ապրեն եւ արարեն։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Վարսպետին անձան իր անձնական միջոցներով հնարավորություն ընձեռնել այդ հենակետերին։ Շնորհակալություն եմ հայտնում կոմբինատներին աջակցելու եւ ի վերջո ձեզ հարգելի ժողովուրդ ես նոր տեսա թե ինչպիսի ջերմությամբ եք ընդունում։ Շնորհակալություն եմ հայտնում այս ամենի համար ձեզ եւ հիշեք, որ բանակը իսկապես կայուն է ու կանգնած։ Ցավոք սրտի պատերազմի օրենքն է դա մեծ հաղթանակները հենց այնպես չեն լինում։ Լինում է զոհերի գնով, ցավոք սրտի։ Բայց ինչ արած, մենք փոքր ենք, այս ժողովուրդը շատ է փոքր։ Մենք ստիպված ենք կռվել ու հաղթել։ Տարածաշրջանը, որտեղ տեղակայված է, ինչպես նաև առաջի բանակային գործը սովորացրեց պարոն Վարսպետը, հերոսացնելու եւ հերոսանալու մեծ ընդունակություն ունի։ Եվ այդ ընդունակություններ եւ այդ հերոսացնելու բառը վարակում է մեզ, մեր սպաներից, մեր զինվորներից։ Շնորհակալություն, որ դուք կաք, ամուր բերդի նման կանգնած եք մեր հետևում եւ իմացեք, որ մենք սարերը շուռ կտանք, կճեղքենք եւ հենակետերը կտեղադրենք։ Շնորհակալություն։ Եվ պարոն Գերագարյանից շնորհավորում եմ գալի սուրբ ծնունդը, խաղաղություն բոլորի տնտանիքներում եւ մեզ բոլորիս բախտություն։ Հայրենի անկախ հյուրասը, հայրենի կիրմար հարասը, զամակները թասարում է, հասկում է լերները տալ է, ոտիները դամբակ չողուշի, նժդեհի անդանիքի, այն և արատ, հայրի շիտա, հայրի շիտա, հայրի շիտա, Այսօր մեր նախատոնական այս գեղեցիկ միջոցառմանը իրենց մասնակցությամբ պատվել են հայրենական մեծ պատերազմի վետերանները։ Ճիշտ է, նրանք 90 անց մարդիկ են արդեն, բայց միշտ շարքում են, միշտ ռազմահայրասիրական դասեր են տալիս բոլորիս։ Եվ հենց ավարայի ու հայրենական մեծ պատերազմի դասերն էին, որ Արցախում են կարողացան տոնել մեր հաղթանակները։ Հայրենական մեծ պատերազմի սիրելի վետերաններ, ճիշտ է, ձեր քանակը նոսրանում է տարեց տարի, բայց դա բնության օրենքն է, կյանքի օրենքը։ Թող այսուհետ մեր երկրում, մեր մարզում միայն լինեն աշխատանքի վետերաններ, միայն լինեն վաստակած հանգստի անցկացած մարդիկ, ձեր կերածը սիրելի վետերաններ։ Եթե ասում ենք հաջարան, մեր բարեկեցության, մեր սոցիալական խնդիրների, մեր ամրության առավաճյան Զանգեզուրի պղնձաբնյունային կոմբինատներ։ Ուզում եմ մեր բոլորի անունից շնորհավորել կոմբինատի ողջ անձնակազմին,
Այս պահին հերթափոխում գտնվող բանվորից մինչև ղեկավար հասարակազմ։ Այո, դա մեր զարգերակն է, մեր տարածաշրջանի համար միանշանակ որպես կերակրող սնող երակ։ Թող կոմբինատի ամեն առավոտը լինի բարի, այո, եկող տարվա 365 օրը և գիշերը լինի միշտ բարի գիշեր։ Եվ նաև ուզում եմ այս շնորհավորակի միացնել քաղաքի բոլոր կազմակերպություններին, այստեղ կրթական, արվեստի, մշակույթի, սպորտի, նաև մեզ միացել է արհեստագործությունը, որը արդեն 10 տարեկան է, և 2016-ին մենք պետք է պարոն Մարսպետի գլխավորությամբ այդ գեղեցիկ ժապավենը կտրենք և շնորհավորենք արհեստագործական ուսումնարանի նորակառույց վերանորոգված շենքը։ Ես ուզում եմ մեր առողջապահության հաստատությունների բոլոր այն կառույցներին, պարոն Դավթյան, ձեզ ես ուզում եմ ողջ անձնակազմի քաջ առողջություն, ձեզնից կախված է նաև մեր առողջությունը։ Եթե դուք առողջ լինեք և ուժեղ, հետևաբար նաև մենք դիմելու տեղ ունենք։ Ես ուզում եմ այստեղ մեր համայնքի բոլոր ծառայություններին, այստեղ նշվեց արտակարգ իրավիճակների մեր ծառայությունը, այստեղ փրկարար ծառայությունն է, այստեղ իրավապահ մարմիններն են։ Պարոն Աղոյան, պարոն գնդապետ, ձեր գլխավորությամբ Կապանի բաժնի համար և մասնավորապես Խաչարանի բաժանմունքի բոլոր աշխատակիցների նոր տարին ենք շնորհավորում։ Մենք համագործակցում ենք և դա հանուն և մեր տարածաշրջանի ինչի որտեղ նաև հանուն մեր պետության է։ Ուզում եմ սիրելի մանկավարժներ, սիրելի դպրոցների տնօրեններ, մանկապարտեզների վարիչներ, կրթական համակազմի ներկայացուցիչներ, դուք եք բանակ եք, դուք եք մի հզոր բանակ եք և այսօրվա մեր փառաբանված զինվորի ճակատագիրը անպայման կրվում է ձեր ափերի մեջ և մենք մեծ հպարտությամբ ենք միշտ մեր կրթական համակազմին ողջունում, շնորհավորում և նաև հաշվի առնելով, որ այդ կառույցը գտնվում է մի հզոր հանձնավորության կառավարման, ղեկավարման ներքո, պարոն Մարսպետ, նորից ուզում եմ խմենք այն կառույցների համար, որոնք այսօր ղեկավարում են անմիջապես ձեր կողմից, միացնելով նաև մարզպետարանի ողջ անձնակազմին, որովհետև այսօր տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների օժանդակող, աջակցող կառույցը մեր մարզպետարանն է։ Հետևաբար նաև այսօր ձևավորվել է բարեհոգեբանական գեղեցիկ մթնոլորտ, որի արդյունքում մենք կարողանում ենք ամեն օր մեր քար դնել հայոց պետականության մեր սյունին մեր բան։ Այստեղ մեր բանկային համակարգերն են, սիրելի բանկերի ներկայացուցիչներ, մենք նաև Խաչարանը ներկայացված է 3 խոշորագույն բանկերով, Archin Invest Bank, Հայ Business Bank և Ամերիա Bank։ Պարոն Գարստյան, պարոն Ավագյան, նաև ուզում եմ մեր պարոն Արաքելյանին, կարծում եմ նաև ժամանակն է, որ դուք մեր ժողովրդի փողը լավ պահեք, մեր ժողովրդին լավ վարկեր տրամադրեն, որովհետև նաև ձեզնից կախված է մեր բարեկեցությունը և յուրաքանչյուր մեր քայլը։ Բոլոր մեր կառույցներին դեր շիրար, ոչ միայն հացի, այլ նաև բանի։ Հետևաբար նաև մենք երախտապարտ ենք ձեզ, մենք քրիստոնյա ենք, նաև մեր զինվորն է այսօր քրիստոնեական իր սուրբ հողը պաշտպանում, ոչ միայն իր հայրենիքը, նաև մենք աշխարհին հայտնում ենք որպես առաջին քրիստոնեությունը ընդունած պետություն։ Մեր հոգևոր նաև դասի համար ենք բաժանմարդասում, շնորհավորում ենք ձեր ամանորը։ Եղեք առողջ, եղեք միշտ ժողովրդի հետ, ինչպիսին կա։ Բոլոր ներկաներին ես ուզում եմ, այստեղ եք տուղապետեր Պետրոսյան, Աթայան, Լեռնաձորի և Խաչարի ողջ բնակչությանը մենք մաղթում ենք լավ տարի, բարեբեր արգասաբեր տարի։ Տեղական ինքնակառավարման ողջ համակազմի, քաղաքապետարանի աշխատակազմի, քաղաքապետարանի ենթակայության բոլոր հաստատությունների, կոլեկտիվների մենք ցանկանում ենք ամենայն բարի։ Լավ եղեք, առողջ եղեք։ Գալիք տարվա և սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ուզում բոլորիդ երջանկություն, հաջողություն մաղթեմ և ուզում եմ բաժակ բարձրացնել քաղաքապետի համար։ Մեր մարզի երկա աշխատող քաղաքապետն է, պարոն Գևորգյանը, այսօր քեզանից երկացել եմ, չէ՞։
ջան, ապրես, ուրեմն շատ հաճելի միջոցառում է։ Եվ ամենակարևորը, որ բոլոր խավերը ընդգրկված են այս միջոցառումը։ Մեր հայրական պատերազմի վետերաններից մինչև այսօրվա մեր սահման պահոցը։ Ես ուզում եմ քեզ եւ Օջախի նոր տարի շնորհավորել։ Ես մեծ հաջողություն եւ շարունակություն ցանկանում։ Օջախի, եւ ուզում եմ մեծ Օջախի համայնքը։ Ու համայնքի բոլոր բնակիչների ամենաապել նորացիից մինչև ամենատարեցին շնորհավորենք, նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Աստվածա, որ բոլորի օջախներում հաջողություն լինի, երջանկություն լինի, ուրախություն լինի, բոլորների երկրի խաղաղություն լինի։ Այսօր քաջարանը բոլոր առումներով խնդիր չունի, բայց բոլորի ստիրը մեկն է, որ առաստված աղոթենք եւ խնդրենք, Մետաղի գները մի քիչ բարձրանան։ Եթե մետաղի գները մի քիչ բարձրանան, քաջարի կոմբինատը հանձնարարությունությամբ պատրաստական են բոլոր խնդիրները լուծել, ոչ միայն քաջարան քաղաքի ներկայացուցիչ համայնքների։ Ես ուզում եմ իսկապես մետաղի գները Ռուսաստանի թվականին մի քիչ բարձրանան, բայց այնուամենայնիվ ես քեզ հաջողություն եմ մաղթում, որպես երբ մշտական ընկեր, եւ երկար տարիների մենք արդեն տեղական երկարասկային մարմինների ստամագործակցության գործում, եւ որպես շնորհաշատ քաղաքապետ, եւ որպես բարիմացմար, եւ որպես ժողովրդի սիրո ազնվորություն, այսօր դու պատրաստ ես ցանկացած երկպատերազմի մտես համենայն տարածքի համույթ ժողովրդի։ Ես քեզ ողջունքի եւ մեծ համայնքի շնորհավորում։ Նաեւ այստեղ հստացել մեր գյուղապետերը, գյուղապետեր շնորհավորում եմ նաեւ ձեզ, որպես համայնքի ղեկավարներ, ձեր համայնքի ողջ անդամներին, բոլորին մեր անունից շնորհավորեցեք, որ Աստված հաջողություն, երջանկություն եւ խաղաղություն տա ձեզ։ Ամենալավը ձեզ, ամուրեղեք։ Ուրեմն ես մի բան ասեմ ձեզ, ուզում եմ որ Վարդանի օրինակին ավելի շատ ծառայեք։ Վարդանը այսօր ինքը իրան իշխանավոր չի համարում, ինքը իրան համարում է իր համայնքի ժողովրդի ծառա։ Երբ որ համայնքապետը կարողացավ ծառայել իր ժողովրդին, այդ համայնքապետի աշխատանքային կյանքը շատ երկարում է։ Երբ որ համայնքապետը փորձեց իրան գյուղի դեր դնել եւ փորձեց ժողովրդին իրան ծառայեցնել, դրա կյանքը շատ կարճ է եւ աշխատանքային եւ իսկական մարդկային կյանքն է կարճ։ Ես ուզում եմ որ դուք որպես համայնքի ղեկավարներ փորձեք մշտապես ծառայել ձեր ժողովրդին։ Հարկ ու պատիվ ձեզ մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ եւ հաջողություն եմ աղում։ Գնահատության այն խոսքերը, որ հնչեց Վարու մարզպետի կողմից ձեռացրին, դա շատ տեղին ասված խոսքեր, շատ տեղին հնչեցին այդ գնահատականների, դրան իրական են։ Ես ուզում եմ ասել, որ այս օրերին մենք մեր աշխատանքի բերումով Սյունիքի մարզում կանի նման երեկոների մասնակցել են։ Եվ ամենտեղ տեղական առանձնահատկությունների եւ այլն, բայց այսօրվա միջոցառումը ձեր տարեվոտի երեկոն ևս մի անգամ վկայում է պարոն Գեորգյանի երևակայության,
ռոմանտիկ երևակայության, նրա պատկերացումների մասին Գալիքի կազմը ներկայացական այն ձևաչափը խոսում է այդ մասին։ Այնպես որ շատ հաճելի է ներկայացնել մի սրահում, որտեղ կան եւ պատերազմի վետերաններ, եւ արցախյան պատերազմի մեր բոլորի հերոսներ եւ զոհվածների ընտանիքի ներկայացուցիչների խոսքով շատ հաճելի է ներկա գտնել եւ ուզում եմ օգտվել առիթից ընդամենը 2 օր է պաշտոնապատել Գալիք 2011 թվականից ուզում սրտանցնել ու երկույանից բոլորին շնորհավորել որ ձեզ հատկապես պարոն քաղաքապետ շնորհավորել ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով եւ ուզում եմ ցանկանալ ամենալավը ձեզ բոլորին Հաջարանում իշտիմի լավ մտուր, թող ձեր բոլոր իրականները կատարվեն, թող եկել չորենասկի համար հավատյան տարի, մեր բոլոր իրականները